Անդրությունում երևի փոփոխություններ պետք է լինեն անցումային դրույթներով նախատեսվի, որ դատավորները դառնան պաշտոնակատար միջև բարեվարկություն։ Դատավորների անկախության երաշխիքների հետ որքանով է սա համատեղ։ Օրինական, սահմանադրական։ Տեսեք, քաղաքական գործիչների ասածը դեռևս իմպերատիվ չի, քանի դեռ ժողովուրդը հավանություն չի տվել սահմանադրական փոփոխությանը։ Եթե ժողովուրդը կորոշի, որ բոլոր դատավորներին ուղարկում է տուն վերստին նշանակելու պայմանով, ես դրան վերաբերում եմ շատ լավ եւ խոնարհաբար կընթերցեմ այդ սահմանադրի պահանջին։ Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ինչի համար է ստեղծել, որ գործադիր իշխանության մտքովի ինչ անցնի պետքա կատ։ Այսինքն դա որոշակի պրոֆեսիոնալ դատավոր եք, բացառապես այս կարգապականի քրեական վարույթի շրջանակում, թե Նիկոլ Փաշինյանի փաստաբանն եք եղել Պանգոզյանը, չեք ուզում իրեն հակադրվեք։ Եկեք անկեղծ պատասխան։ Ուզում եմ իմ հարցին խնդրում եմ էլի։ Դե ես առաջինն եմ տվել։ Փաստաբանն է եղել Պանգոզյանը, մտաբախություն ունի հակադրվի։ Պրոֆեսիոնալ կազմում է, էլի։ Ես ձեր հարցի անկեղծությանը կհավատայի, եթե դուք հիշատակեիք նաև բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց շահերը ես ներկայացրել եմ։ Հավատացնում եմ ձեզ, եթե դուք ուսումնասիրեք իմ նախկին պրակտիկան մասնավոր, դուք Նիկոլ Փաշինյանի կողքը կտեսնեք բազմաթիվ այլ այսօր ընդդիմադիր բևեռում ներկայացված քաղաքական գործիչների, ովքեր ում շահերը ես ներկայացրել եմ։ Դրա համար ձեր հարցին պատասխան ես կասեմ, խնդրեմ, եթե ձեզ հետաքրքրում է, անպայման ուսումնասիրեք նաև այդ այսօրվա ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը, որ ես ներկայացրել եմ, այդ կտորը։ Ձեր հարցը պրոֆեսիոնալներ են ենթադրվում է հավաքվում, որպեսզի սահմանադրություն գրեն։ Բա հիմա նորմալ է, որ այդ պրոֆեսիոնալները այդպիսի հարց քննարկեն։ Խնդիրը չի ախր։ Սիրելի իմ լրագրողներ, խնդիրը ստեղ հետևյալն է, եթե ժողովուրդը այդ բարեփոխումների օրակարգին տալիս է իր հավանությունը, դա դառնալու է սահմանադրի կամքը։ Եվ եթե սահմանադրի նման կամք է արտահայտում, ապա այո, բոլորը ինչի պետական Հիմա կարող են կամ փոփոխելի դրույթներ ներփոխել, ասել ժողովուրդը արդեն փոփոխվեց 2015-ին, եթե դուք հիշում եք։ Չէ, նենց որովհետև հոդվածները փոխվեն եւ դրա վերաբերյալ մենք նաեւ ժամանակին Չէ, հիմա էլ կան այդ անփոփոխելի դրույթներ։ Հիմա կարան փոխեն այդ անփոփոխելի դրույթները, ասեք ժողովուրդը ուզի փոփոխում, կրկին հարցում կարա տենց ես դրա հասցեատերը չեմ։ Ես ասում եմ, եթե սահմանադիրը որոշեց սահմանադրությունը փոփոխի եւ բոլոր դատավորներին ուղարկի տուն, ես դա կհամարեմ։ Միանշանակ ես ով եմ։ Ժողովրդի կողմից ընտրված դատավոր եմ, չի ես ժողովրդից վեր եմ։